Պարոն Առաքելյան, Սահմանադրական դատարանը հուլիսի 1-ին կհեռանախորհրդակցական սենյակ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու։ Եթե հետևում եք, խնդրեմ ասեք, ինչ սպասել Սահմանադրական դատարանից։ Ես կարծում եմ, որ դրա հետ կապված բազմաթիվ ուրեմն ավելի մասնագիտական մոտեցումներ եղել են եւ բնականաբար համոզված եմ, որ հիմքեր չկա, որպեսզի Սահմանադրական դատարանը բավարարի այն մարդկանց հայցերը, այն քաղաքական ուժերի կուսակցությունների հայցերը, ովքեր դիմել են Սահմանադրական դատարան։ Եվ դուք էլ ընտրություններին մասնակցել եք, մենք մինչև այսօր դեռևս տեսնում ենք հակակոռուպցիոն կոմիտեի ընտրակաշառքի վերաբերյալ բացահայտումները, բայց կարծեք թե մի տեսակ սահմանադրական գնահատական որպես այդպիսին այդ լայնածավալ ընտրակաշառքներին չտեսանք։ Ես չգիտեմ սահմանադրական գնահատականը ինչպիսին պետք է լինի, բայց այն որ տասնյակներով, այսպես գործեր կան արդեն հարուցված, դե այդ գործերը կգնա դատարան եւ մենք վերջնական վճիրներից հետո նոր, այսպես ասենք, վերջնական գնահատականներ կտանք, բայց այն որ վերջերս լսում էի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հարցազրույցը, որտեղ նա ասաց, որ այն ձայնագրությունները, որոնք եղել են, այդ ձայնագրությունների այսպես գործող անձանցից ոչ մեկը չի ժխտել, որ այդ ձայնագրության մեջ հենց ինքն է։ Այնպես որ այս առումով կարող ենք փաստել, որ այո, այդ մասսայական ընտրակաշառքները հենց այդ ուժերի կողմից է բաժանվել։ Քանի որ ամենաշատ, այսպես ասած, ընտրակաշառքի գործով անցնում են ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները, բայց իրենք ամեն կերպ իրանց վրայից գցում են դա, նույնիսկ իշխանություններին են մեղադրում, դեռ մի բան էլ Սամվել Կարապետյանն ասում է, որ Վարդևանյանը մի քիչ գազ տա, ինքը վարչապետ կդառնա։ Ես հավում եմ, որ Սամվել Կարապետյանը այդպես կալուգայի գեղերի մակարդակով արտահայտում գազ տալու կամ չգիտեմ ինչա, երևի Սամվել Կարապետյանը մոռացել է, որ այստեղ գոյություն ունի օրենք եւ միայն օրենքով մարդիկ կարող են որոշակի գործողություններ անել, այդ երևի իրանց հիմնական մշտական բնակության երկրներում են այդպես գազ տալիս, Հայաստանում օրենքի հետ կապված այդպես գազ չեն տալիս կամ եթե իրանք գային իշխանության, իրանք այդպես կանեին, այնպես որ Սամվել Կարապետյանը հերթական անգամ հիասթափություն կապրի, ինչպես որ ապրեց այս ընտրություններից հետո եւ այն հույսերը կամ ուրեմն ախորժակը, որ ուներ, չարդարացավ, նույն պարագայում էլ իրանք պետք է իմանան, որ այդ գազերը այստեղ չեն աշխատ։ Կարող եք ասել, որ այս մարդիկ այդպես էլ չհասկացան, որ Հայաստանի Հանրապետությունում իրավիճակ է փոխվել, այս երկրում գազ տալով էլ հարցեր չեն լուծում, քաղաքացին է փոխվել, մտածելակերպն է փոխվել։ Դե ես կարծում եմ, որ այդ կոնկրետ Սամվել Կարապետյանը եւ իր շրջապատը պետք է որ աշճանաբար հասկանա, որ որքան էլ փողի քսակը մեծ է, միևնույնն է դու գործ ունես քաղաքացու հետ եւ չնայած բոլոր տեսակ շանտաժներին, արտաքին շանտաժներին, ներքին շանտաժներին, բոլոր տեսակ հակապետական հայտարարություններին Հայաստանի Հանրապետության քաղաքացին հասկացավ ինչա կատարում, ինքը գնաց ու տեր կանգնեց պետականությունը, իր իսկ պետականությանը եւ իր պետականությունը չփոխեց ինչ-որ կալուգայից եկած մարդկանց խոստումներով կամ չգիտեմ նույնիսկ իրենց կողմից ըստ էության նախաձեռնված այդ ճնշումների, շանտաժներին, չգիտեմ մի խոսքով Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր կանգնեց իր պետությանը եւ սա իրանք պետքա ֆիքսեն եւ ես կարծում եմ որ ժամանակի ընթացքում իրենք կհասկանան, իրանք պետք է հասկանան, որ որքան մեծ գումար ունեն, իրանք գործ ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ եւ պետքա նախ եւ առաջ հաշվի առնեն Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Իսկ իրենք եւ իրենց դրսի տերերը բոլոր հաշվարկները անում են բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացուց, քանի որ իրենց քաղաքական մշակույթն է այդպեսին։ Իրենց քաղաքական մշակույթի մեջ չկա քաղաքացի հասկացությունը։ Իրենք են նեղ խմբակով որոշում ինչ անեն ու անում են։ Բայց Հայաստանում այլևս այդպես չի, շատ վաղուց այդպես չի եւ որոշողը քաղաքացին է ու այս ընտրություններում քաղաքացին որոշում կայացրել։ Ընտրություններից անմիջապես հետո երբ ճեպազելույց էր տվել Սամվել Կարապետյանը, կարծեք թե հիասթափության այսպես զգացում էր ունեցել, հա, այսինքն պլանները ձախողվել են եւ ենթադրում եմ մարդիկ, որոնք խոստացել էին, չէին ընտրել իրենց։ Ես նշեցի, որ այդ հիասթափությունները կբերեն իրանց որոշակի ռեալ հողի վրա կկանգնեցնեն, ու իրանք կհասկանան, հուսամ կհասկանան, թե պատճառները ինչու՞մ են այդ հիասթափության, քանի որ կրկնեմ իրենք իրենց բոլոր պլաներում հաշվի են առել ամեն ինչ բացի ՀՀ քաղաքացուց, իսկ ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին ցույց տվեց իր իրական ուժը, որ պետք է նախ եւ առաջ հաշվի նստեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ։ Դա կլինեն իրենք, թե իրենց դրսի ուրեմն տերերը։ Նա նաև երեք խոսել է ինչ-որ գաղտնի պլանի մասին,
երեկել Ժիրայր Սեֆիլյանը իր ուժով իբրև թե հայտնի արևմտամետ այսպես մտածելակերպ ունեցող, բայց չի բացառել, որ կմիանա Սամվել Կարապետյանին, հա, ինձ համար այդ ԱԺԲ-ն, հա, այդ ուժը շատ վաղուց արևմտյան չէ կամ արևմտյան չի կամ չի դավանում արևմտյան արժեքներին, իրենք շատ վաղուց ռուսական են։ Ես նկատի ունեմ այդ կապը, հա, գաղտնի պլանի հետ գուցե կապ ունեն։ Չէ, ես չեմ կարծում դա, նախ ես չեմ կարծում, որ իրանք գաղտնի պլան ունեն, իսկ այդ իրանք բոլոր պլանները շատ պրիմիտիվ են լինելու ու ստանդարտ, ինչպես նախկինում էր այդ մյուս քաղաքական ուժերի հետ կապված, այնպես որ մեծ առումով ես կարծում եմ մենք շատ ավելի այսպես զվարճալի գործընթացների ականատես կլինենք, քան օրինակ լուրջ քաղաքական գործընթացների իրենց կողմից։ Ուղղակի դա նշում է, որ ԱԺԲ-ն հայտնի ավելի ռադիկալ մեթոդների բոլորս հիշում ենք, հա, իրենց այդ պահվածքը։ Դե գիտեք, ռադիկալ մեթոդները ես կարծում եմ Հայաստանում բոլորը բոլորին ճանաչում են ու նրանք ովքեր կփորձեն Հայաստանում օրենքից դուրս ռադիկալ միջոցների դիմել, իրանք շատ ավելի ռադիկալ ուրեմն պատիժների կենթարկվեն, այնպես որ ես այստեղ չեմ կարծում իրանք ինչ որ դարակազմիկ ծրագրեր կամ բաներ ունեն, որ առաջիկայում քաղաքական դաշտը լցնեն, առավել եւս հիմա արդեն ամառը շոկերը ընկել է, մենք գիտենք, որ շոկերին եւ ցրտերին իրանք այդպես չեն դիմանում, այդպես աշնան կողմերը, այսպես զով եղանակին իրանք սիրում են այդպես դուրս գալ, բայց դա էլ իրանք չի փոխի։ Եվ ընտրություններից որոշ ժամանակ հետո լռություն էր, հա, կարծեք թե ընդդիմադիր դաշտում, հենց կոնկրետ ուժեղ Հայաստանում, այս վերջին շրջանում ակտիվացում է նկատվում, ինչ որ արենաներում հավաքվում են իրենց աջակիցների հետ եւ այլն, քննարկում են թե վերցնեն մանդատները թե չվերցնեն, բայց երեք Սամվել Կարապետյանը կարծեք թե մի փոքրիկ բացահայտում է արել եւ ասել է, որ ուժեղ Հայաստանի աջակիցների 60%-ը կողմ է մանդատը վերցնելուն։ Այսինքն իրենք հավաքվում են, խոսում են ժողովրդի հետ, բայց որոշում իրենք են կայացնում։ Տեսեք, սա կրկես է բեմադրված եւ իրենց կողմից թերևս միակ ճիշտ որոշումը, որ իրանց քաղաքական կենսագրության մեջ կայացրել են, դա այդ կրկեսի շենքում այդ կրկեսը կազմակերպելն է, ակնհայտ է, չէ՞, լավ ենթադրենք իրենց համարենք, որ իրենց 300,000 քաղաքացի ձայն է տվել, հիմա կրկեսում հավաքել են մի քանի 100 մարդու, կրկեսի շենքը 2000 հոգի է տանում, բայց չեն այնտեղ բավականին ազատ նստած մի քանի 100 մարդու էին հավաքել, հիմա այդ մի քանի 100 մարդու որոշմամբ իրենք ոնց են պատկերացնում այդ 300,000 մարդու 60%-ը, հա, այնպես որ այս ամենը էլի կրկնեմ կրկես է, ի սկզբանե ես ինքս ասել եմ, որ իրենք վերցնելու են մանդատները, հիմա փորձում են ինչ որ դա բարդեն էլի ժողովրդի վրա, այդ տեսեք ժողովուրդը պահանջեց վերցրեցինք, ես կրկնեմ, որ սա իրանց հերթական շոուն է, որպեսզի արդարացնեն մանդատներ վերցնելը ու այդ ռադիկալ դիրքերից փորձեն հետ նահանջել, բայց ակնհայտ է, որ ամեն ինչ պարզ է, այս մարդկանց խնդիրը ոչ թե իրական քաղաքական պայքարներ, այլ մի քանի մանդատներ վերցնելն է ու իրանք առաջիկայում կգնան այդ մանդատները կվերցնեն։ Եվ երբ իրեն հարցրել են երեք լրագրողները, որ դե հավաք է, չէ, ուզում կազմակերպել, համախմբել ընդդիմադիրներին, թե երբ է դա կայանալու նա դեռ չի նշել, ասել է առաջիկայում, ուժերի մասին էլ ասել է շատ ուժեր կմիանան, քանի որ կազմակերպիչը իրենք են սպասում են իրենց հրավերին։ Ինչ սպասել է հավաքից ընդդիմադիր։ Տեսեք, սա հերթական անլուրջ գործընթացն է ու այնտեղ հավաքված ուժերի շատերն էլ ես կարծում եմ, որ հաշվի առնելով էլի Սամվել Կարապետյանի ֆինանսական հնարավորությունները զուտ այնտեղ կգտնվեն որոշակի ֆինանսական հարցեր լուծելու համար լուրջ քաղաքական գործընթացներ իրենք չեն կարող գեներացնել։ Դա ցույց տվեց նաև այն հանգամանքը, երբ որ ընտրությունները ավարտվեցին եւ իրենք հայտարարեցին, որ ընտրությունները լեգիտիմ չի, եթե իրանք ունենային ընտրազանգված մասսա, հա, որ գաղափարական մասսա, որ իրանք հետևից գնալու էր կամ գնում է, ապա այդ հայտարարությունից հետո պետք է փողոցները հեղեղվեին այդ մարդկանց բողոքի ինքնաբուխ ակցիաներով նույնիսկ, իսկ այն որ նման մարդիկ չկան ու իրենց հետևում բացի փողի քսակից ուրիշ ոչ մի բան չկա, հետևաբար էլի իրենց կողքը կարող են հավաքվել մի քանի էլի ուժեր, որոնք խիստ ֆինանսի խիստ կարիքներ ունեն։ Եվ հետաքրքիր մի դիտարկում ընտրություններից հետո այդ ուժերը, որոնք հիմա դիմել են Սահմանադրական դատարան, աղաղակում են ընտրությունները կեղծելու մասին, նրանց ղեկավարները ճամպրուկները հավաքած փորձում էին փախչել երկրից։ Դա էլ պետք է այն մարդիկ հետևություն անեն, ովքեր իրանց ձայն են տվել, նույնիսկ գումարով, թող տեսնեն, թե ինչպես են իրենք վարվում իրենց հետ,
երեք էլ եթե չեմ սխալվում արդարացնում էր, ասում էր դե ինքը քաղաքական գործընթացներին չի մասնակցել, բայց այդ մարդը էլի մեքենայի պատմոշկային կանգնած ցույցերի էր մասնակցում, չգիտեմ, տարբեր ակցիաների էր մասնակցում, երթերի էր մասնակցում, այլ քաղաքական գործընթացներին մասնակցելը ոնց է լինում։ Հետևաբար այո, սա անհարգալից վերաբերմունք է էլի իրենց հետևորդների նկատմամբ, երբ որ այդ մարդկանց հրավիրում են կրկեսի շենքում ինչ որ հավաքների, ուղարկում են այդտեղից սահմանական դատարան, ուրեմն ցույցերի եւ այլնի, բայց իրանք այսպես թանկարժեք ուրեմն լողափերում վայելում են իրանց հանգիստը։ Սա է իրանց իրական դեմքը, սա է պետության, հասարակության, քաղաքացու մասին մտածելու իրանց պրիզման, մոտեցումը եւ հետեւաբար կրկնեմ քաղաքացիները, ովքեր ինչ պատճառներով իրանց ձայն են տվել, պետք է սրանից հետևություններ անեն։ Նարեկ Կարապետյանը եւ առասարակ ուժեղ Հայաստանը ամբողջ ընտրաշավի ժամանակ դրանից առաջ էլ փորձում էին մարդկանց վախեցնել 300,000 ադրբեջանցիներով, օրերս էլ նա անդրադարձել է սահմանադրության փոփոխությանը եւ կրկին էլի ինչ որ թուրքական մոտիվներ է ուզում մտցնել իբրև թե դրա մեջ, որ Նիկոլ Փաշինյանը եթե փոխի սահմանադրությունը թուրքերի պահանջով է փոխելու, այս մասով խնդրեմ։ Ընդհանրապես թուրքական խոսույթը Հայաստանը ներմուծում երկու կետից։ Մեկը Ադրբեջանից, այսինքն ադրբեջանցի լավ իմանալով որ Հայաստանում կա ասենք Կարեն Կարապետյան կամ Սամվել Կարապետյանի նման ինչ որ մարդիկ, որոնք քաղաքականության մեջ են, լավ իմանալով որ իրենց խոսույթը այս մարդիկ ու իրենց լրատվամիջոցները կվերցնեն ու տիրաժավորեն, իրենք շատ հանգիստ կարան ուրեմն տեղեկատվական դիվերսիա իրականացնել Հայաստանի Հանրապետությունում, ցանկացած բան ասել այնտեղ ու համոզված են որ դա իրանք կվերցնեն ու կտարածեն Հայաստանի տեղեկատվական հանրային քաղաքական դաշտում։ Այդ մեկ եւ երկրորդը գալիս է այն իրանց բնակության հիմնական երկրից, որտեղ որ իրանք ապրում ու աշխատում են, այդ երկրից է նաեւ գեներացում այսպես այդ թուրքական խոսույթը, որպեսզի մեր հասարակությանը մշտապես վախի ու շանտաժի մեջ պահեն, որպեսզի դրա հիմքով իրենք որոշակի քաղաքական դիվիդենտներ շահեն այստեղ, որը անբարոյականություն է։ Իրենք այդ մասով չեն հանձնվում, որտեղ եթե ուշադրություն դարձրած լինեք, երբ մեղրի էին գնացել, այդ 300,000 ադրբեջանցիների մասով ասում էին ամենահավանական տեղը, որ այդտեղից կարող են գալ, մեղրին է եւ Վարդենիսը։ Դուք որպես Գեղարքունիքի մարզի բնակիչ մարդկանց մոտ այդ խոճապը տեսել եք։ Ովքեր նման բան են ասում, գլուխները պատին են տալիս։ Մենք ենք այո ապրում այնտեղ ու նաեւ պետքա նշեմ, որ ես կարծում եմ մարդիկ ինչ որ մի ժամանակ դրա համար պետքա պատասխանատվությաններ ենթարկեն հայ ժողովրդին, Հայաստանի քաղաքացիներին դիվերսիայի ենթարկելու, Հայաստանի Հանրապետության դեմ գործելու համար, այնպես որ առաջիկայում կապրենք կտեսնենք, թե ոնց են գալ այդ ադրբեջանցիները ու դրա պատասխանը դեռ իրենք պետք է տան։ Իսկ Ռոբերտ Քոչյանի դաշինքը մանդատները կվերցնես ձեզ։ Այո, իրենք էլ են վերցնելու, այդ երկու խմբակցությունը մանդատները վերցնելու։ Թեև նրանք փորձում էին իբրև առանձին ուժեր հանդես գալ, ինչ է կարծում։ Հասկանալի է, որ առանձին ուժեր չեն, իրանք այսօր են միանց հետ են եւ բնականաբար խորհրդարանում իրենք լինելու են ըստ էության մեկ ուժ են լինելու, քանի որ երկուսն են նույն գաղափարական հենքը ունեն, իսկ այդ գաղափարական հենքը հակապետականությունն է, Հայաստանի Հանրապետության դեմ գործելն է, այդ առումով իրանք ընդհանուր շահեր ունեն ու ըստ էության նույն ուժերն են ու այո Ռոբերտ Քոչարյանի ուժն էլ մանդատները կվերցնի, Սամվել Կարապետյանի ուժն էլ մանդատները կվերցնի եւ ինչեւ ընտրությունների իրենց այդ անպագորգոր հայտարարությունները սին էին, ինչը կապացուցվի առաջիկայում փաստացի իրենց կողմից մանդատները վերցնելով կհիշեք, երբ որ իրենց ասում են իսկ պլան B ունեք, եթե չանցնեք, իրենք ասում են չէ, մենք անցնում ենք, ուղղակի խուսափում են պլան B-ի մասին խոսելուց, քանի որ իրենք լավ գիտեին, որ իրենք չեն հաղթելու ու գնալու են մանդատները վերցնեն։ Իսկ պլան B-ի մասին այն ժամանակ որ խոսեին, որ ասեին, եթե չհաղթեն, գնալու ենք մանդատները վերցնեն, շատ մարդիկ միգուցե եղել են անկեղծ մարդիկ, որ գնացել են իրենց ձայն են տվել, այդ մարդիկ հաստատ իրենց ձայն չէին տա։ Եվ Գեղարքունիքի մարզի հատկապես սահմանամերձ բնակավայրերում ինչպիսի ձայներ են տվել քաղաքացիական պայմանագիրը։ Ես կարծում եմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է հատկապես սահմանամերձ բնակավայրերից էլի լավ ձայներ, ու այնպես որ սա եւս գնահատական է այն բանի, որ սահմանում ապրող մարդը շատ ավելի ռացիոնալ է գնահատում իրավիճակը, շատ ավելի կարևորում է խաղաղության գինը, շատ ավելի կարևորում է պետականության գինը, քան չգիտեմ, ուրեմն խոպանից եկած որոշ
այսպես պսևդոքաղաքական գործիչներ, ովքեր Երևանի կենտրոնի իրանց գերթանկարժեք առանձնատներից ուզում են ազգի, խոսում են ազգի մասին, պետության ու ազգի այսպես ճակերտավոր փրկության մասին, հենց սահմանամերձ բնակավայրում ԿՊ-ին ձայ տված քաղաքացիներով է, որ պետքա գնահատել ներկայիս իշխանության գործունեության արդյունավետությունը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։